Համայնքային ոստիկանության և քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տոս տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային ատրճանակ, տարբեր դրամաչափի 124 փամփուշտ։ Դրական արդյունք են գրանցել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է գազային ատրճանակի, ակոսափող հրացանների, տարբեր դրամաչափի 300 փամփուշտի, սվին դանակի, պայթուցիկների կամավոր հանձնման դեպք։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ էլ արձանագրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ հանձնելու դեպք։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղաշեն գյուղի բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան և ռազմամթերք, իսկ Աստղաձոր գյուղի մի բնակիչ ռազմամթերք։ Ողորկափող հրացան, փամփուշտներ և պայթուցիչով նռնակ հանձնելու դեպք է գրանցվել նաև համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Կրկին հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Հիշեցնենք, նման դեպքերում անձնազատվում է քրեական պատասխանատվությունից։